Գոյամարտ սերիալի նկարահանումները շարունակվում են, մեր կողմից սիրված դերասաններն էլ շարունակում են մարմնավորել մեզ արդեն հայտնի դրական ու բացասական կերպարները։ Հեռուստասերիալում իրադարձությունները լարված են ու հետաքրքիր, հեռուստադիտողներն անհամբերությամբ սպասում են հետագա զարգացումներին։ Այստեղ ամենատխուրը Էռնայի կերպարն է։ Նա վերջապես բացահայտում է, որ իր ամուսինը Ավոն խաբում է իրեն։ Խաբում է ոչ միայն սիրուհու, այլ նաև երեխայի հարցում։ Նա իր եղբոր ընտանիքին դեմ գնաց միայն նրա համար, որ ապացուցեր, որ Ավոն երբեք չի խաբում։ Բայց հիմա նա հոգեբանական ծանր վիճակում է ու հայտնվում է կամրջի եզրին։ Գոյամարտ սերիալում Էռնայի գիծը դառնում է ամենացավոտ ու հոգեբանական առումով ամենախորը զարգացումներից մեկը։ Նրա կերպարը երկար ժամանակ ներկայացվում էր որպես համբերատար, սիրող կին, ով փորձում էր պահել ընտանիքը, նույնիսկ այն ժամանակ, երբ ամեն ինչ ներսից փլվում էր։ Բայց այն պահը, երբ նա իմանում է Ավոյի երկակի կյանքի մասին, սիրուհու և երեխայի գոյության մասին, դառնում է նրա ներսի աշխարհի լիակատար կործանումը։ Էռնայի համար սա պարզապես դավաճանություն չէ, սա իր ամբողջ կյանքի, իր ընտրության, իր վստահության փլուզումն է։ Նա հասկանում է, որ ապրել է մի իրականության մեջ, որը կեղծ է եղել։ Մարդը, ում նա սիրել է, ում վստահել է իր կյանքը, ունեցել է մեկ այլ կյանք՝ թաքուն լռության մեջ։ Այդ ճնշումը, այդ հոգեկան ծանրությունը նրան բերում է մի կետի, որտեղ նա այլևս չի տեսնում ելք։ Կամուրջը դառնում է այդ սիմվոլիկ վայրը, սահմանը կյանքի և մահվան միջև։ Էռնան կանգնած է այնտեղ միայնակ, կոտրված լռության մեջ։ Այդ տեսարանը սերիալի ամենահուզիչ ու ամենալարված պահերից մեկն է։ Նրա աչքերում կա ցավ, հիասթափություն և ամենավտանգավորը՝ դատարկություն։ Երբ մարդը սկսում է ոչինչ չզգալ, դա ամենավտանգավոր վիճակն է։ Բայց բարեբախտաբար Էռնան հասցնում է մինչև կամրջի եզրին հասնելը զանգահարել Իննային։ Իննան գիտի, որ Էռնան իրեն վատ է զգում, այդ մասին նաև Հունանին է ասում, բայց թե ինչ է կատարվել, ոչ ոք չգիտի։ Ոչ ոք չգիտի, որ Ավոն իր երեխայի ծննդյան տարեդարձն էր կազմակերպել, որին ականատեսն է լինում Էռնան, ու բնականաբար այս ամենը նրա համար շատ ծանր է լինում։ Բարեբախտաբար հայտնվում է Իննան։ Իննայի կերպարն այստեղ բացահայտվում է լրիվ այլ կողմից։ Եթե մինչ այդ նա ընկալվում էր որպես ավելի սառը, հաշվարկող կին, ապա այս տեսարանում նա դառնում է ուղղակի փրկիչ։ Նա չի ուշանում, նա տեսնում է, հասկանում իրավիճակի լրջությունը և առանց վարանելու միջամտում է։ Իննան փրկում է Էռնային։ Այս պահը շատ կարևոր է ոչ միայն ֆիզիկական առումով, այլ նաև հոգեբանական։ Սա այն պահն է, երբ մեկ կինը փրկում է մյուսին ոչ միայն մահից, այլ նաև լիակատար կործանումից։ Բայց այս փրկությունը վերջը չէ։ Սա սկիզբն է նոր, շատ բարդ հարաբերությունների։ Էռնան փրկվելուց հետո այլևս նույն մարդը չի։ Նա չի կարող պարզապես վերադառնալ իր նախկին կյանքին և շարունակել ապրել, կարծես ոչինչ չի եղել։ Նրա ներսում սկսվում են մեծ փոփոխություններ։ Նա սկսում է հարցեր տալ։ Իննայի դերն այստեղ ավելի է խորանում։ Շատ հավանական է, որ հենց նա է դառնում այն մարդն, ով աստիճանաբար բացահայտում է ճշմարտությունը Ավոյի, նրա երեխայի և ամբողջ թաքնված պատմության մասին։ Սա կարող է բերել շատ լուրջ բախումների։ Էռնան կարող է կանգնել ընտրության առաջ՝ շարունակել ապրել կեղծիքի մեջ, թե կտրել ամեն ինչ և սկսել նոր կյանք։ Ավոյի համար այս իրավիճակը դառնում է շատ վտանգավոր։ Նա այլևս չի կարող կառավարել ամեն ինչ ինչպես նախկինում։ Նրա գաղտնիքները բացահայտվում են և նրա շուրջ մարդիկ սկսում են փոխվել։ Հունանի ընտանիքի ներսում նույնպես լարվածությունն աճում է։ Իննայի քայլը՝ փրկել Էռնային, կարող է ունենալ նաև այլ ենթատեքստ։ Նա կարող է փորձել վերահսկել իրավիճակը կամ նույնիսկ այս ամենն օգտագործել իր նպատակների համար, բայց մի բան հստակ է՝ Էռնան այլևս նույնը չի լինելու։ Նրա կերպարը կարող է դառնալ շատ ավելի ուժեղ, երբ մարդը անցնում է նման կետի միջով և վերադառնում է, կամ կոտրվում է ամբողջությամբ, կամ դառնում ավելի ուժեղ և վճռական։ Գոյամարտն այստեղ ցույց է տալիս շատ կարևոր թեմա. ինչ է տեղի ունենում, երբ սերը բախվում է դավաճանության հետ։ Ինչ է լինում, երբ վստահությունը փլվում է, և արդյոք հնարավոր է վերականգնել ինքն իրեն այդ ամենից հետո։
Առաջիկա սերիաները խոստանում են բացահայտել ինչ որոշում կկայացնի Էռնան, ինչ ճշմարտություններ կասի Իննան, ինչպես կարձագանքի Ավոն և արդյոք այս փրկությունը կդառնա նոր կյանքի սկիզբ, թե նոր բախումների պատճառ։ Այս ամբողջ գիծը սերիալում դառնում է ոչ միայն դրամատիկ, այլ նաև շատ իրական ու մարդկային, որտեղ յուրաքանչյուր քայլ լցված է ցավով, բայց նաև փոփոխության հնարավորություններով։ Դե ինչ, մինչ կբացահայտվեն այս և այլ շատ հետաքրքիր գաղտնիքներ, չմոռանաք միանալ մեր ալիքին և տեսանյութի մեկնաբանություններ բաժնում թողնել ձեր կարծիքը։ Ինչ եք կարծում Իննան փրկելուց հետո Էռնան կրկին կհայտնվի Ավոյի կողքին, թե ոչ։ Շատ հետաքրքիր զարգացումները դեռ առջևում են, այնպես որ միացեք մեզ, որպեսզի չկորցնեք առաջինը տեղեկացված լինելու ձեր հնարավորությունը։